այսօր քննարկելու ենք ընտրական գործընթացներին, ընտրական բարեփոխումների անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, արդար, թափանցիկ եւ իշխանական լծակներից զերծ ընտրություններ ապահովելու համատեքստում։ Տաղավարում մեզ հետ են իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Յոհաննիսյանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուս Մանավազյանը։ Շնորհակալություն հարգելի բանախոսներ մեր քննարկմանը մասնակցելու համար։ Եվ վերջին ընտրություններին, հատկապես Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմները դեռևս բարելավելու կարիք ունեն եւ մեր նպատակն է բարձրացնել համապարփակ համակարգային հարցեր, որպեսզի հասկանանք, թե խնդիրների լուծման օղակները որտեղ են, ինչ խնդիրներ պետք է բարձրացնել, ինչ բարեփոխումներ պետք է անել, դրանք վերաբերում են ընտրական օրենսգրքին, թե իրավական այլ դաշտին կամ այլ խնդիրներին, որպեսզի ի վերջո մենք կարողանանք հնարավորինս ազատ եւ թափանցիկ ընտրություններ առանց որևէ ազդեցությունների ընտրություններ ունենալ։ Պարոն Յոհաննիսյան, դուք անկախ դիտորդ կազմակերպության շրջանակներում դիտարկել եք թե Գյումրիի եւ թե Փարաքար խոշորացված համայնքի ընտրությունները, որոնք տեղի ունեցան կիրակի օրը, դուք 3 մեդիակենտրոնում ներկայացրեցիք այն բոլոր խնդիրները, որոնք դուք նկատել էիք եւ ներկայացրեցիք նաեւ թե այդ առնչությամբ ինչ քայլեր եք ձեռնարկել։ Իհարկե մենք բոլորս դիտել ենք, հանրությունը դիտել է դա, բայց ես ուզում եմ ընդհանուր հարց տալ։ Դուք երկար տարիներ դիտարկել եք Հայաստանի համապետական եւ համայնքային ընտրությունները, մատելով կամ ընդհանրապես կարծիք հայտնելով, ինչպիսի ընտրություններ էին սրանք վրակապես մեր նշված խնդիրները հաշվի առնելով թափանցիկության, ազդեցությունների առումներով, ինչպիսի ընտրություններ էին։ Գիտեք, ընտրությունները բավականին բազմակոմպոնենտ, ուրեմն միջոցառում են եւ ընտրությունների տարբեր կոմպոնենտների առումով ես պիտի ասեմ, որ բավականին տարբեր գնահատականներ պիտի տամ։ Եթե մենք հարցը sense դնենք արդյոք օրինակ քվեատուփերում արկա կամ ուրեմն ընտրական հանձնաժողովների կողմից հրապարակված արդյունքները արտահայտում են այն պատկերը, որ տեղամաս այցելած գյումրեցիները արտահայտել են կամքը, ապա բնականաբար պատասխանը այո։ Բայց եթե հարցը գնա ավելի գլոբալ, իսկ ընտրությունների միջավայրը որքանով էր առողջ, որքանով էր գյումրեցիների կամքի ձևավորումը ժողովրդավարական մեխանիզմների արդյունքում տեղի ունենում։ Այստեղ մենք արդեն խնդիրներ տեսնելու ենք, որովհետև մենք հստակ տեսել ենք կրիմինալի ազդեցություն, մենք հստակ տեսել ենք հանցավոր դրսևորումներ, մենք եւ ոչ միայն մենք տեսել ենք, չգիտեմ, մեծ հաշվով ավանդաբար 3 կոմպոնենտալնում ընտրողների վրա ապօրինի ազդեցության, հա, ոչ միայն այդ 3-ն է, բայց հիմնականում 3-ն է, մեկը վարչական ռեսուրս, մեկը ընտրակաշարք եւ ընտրակաշարքին նմանվող այլ գործողություններ, մեկը դա տենց այդ կրիմինալ խմբերի, կրիմինալ կապերի օգտագործում, ու չորրորդը դա երբեմն մեծ բիզնեսի ազդեցության օգտագործումն է։ Մեծ բիզնեսի ինչ որ ազդեցության օգտագործման չարաշահման դրսևորումներ Գյումրիում մենք գոնե չենք տեսել, բայց մնացած բոլոր 3-ը տեսել ենք։ Եվ սա բավականին մտահոգիչ է, եւ սա չէր կարող չազդել ընտրությունը։ Ես բնականաբար չեմ կարող հաշվել, գնահատել, թե ինչքանով կազդել, բայց չեմ կարող չասել, որ ազդել է ընտրությունների պատկերի վրա, ընտրությունների արդյունքների վրա եւ առհասարակ գյումրեցիների այն կամքի վրա, որը ձևավորվել է եւ հետո արձանագրվել տեղամասերում։ Այո, տեղամասերում արդար է արձանագրվել, բայց դրանից դուրս իհարկե խնդիրներն ակնհայտ էին։ Տիկին Մանավազյան, ընտրություններին նախորդող 1-2 օրերին տեղի ունեցան ընդդիմադիր հատկապես Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի շտաբներում կամ համակիրների տներում որոշակի խոզարկումներ, բերման ենթարկվածներ եղան իրավապահների կողմից։ Ինչու վերջին օրով եւ դա ընդդիմադիր դաշտում որոշակի քաղաքական շրջանակներում դիտարկվեց որպես ճնշման միջոց իշխանությունների կողմից։ Ինչու ձեզ այդպես ստացվեց։ Ինչու վերջին օրով։ Նախ եթե թույլ կտակ շարունակելով ընտրական process-ների հետ կապված, տեսեք, այո, ընտրատեղամասում վերջին տարիներին ընտրողի կամ արտահայտումը ընտրողի քվեն միշտ հանուն արդարության պետք է ասենք, որ վստահում է այդ process-ին եւ չի կեղծվում։ Բայց նաեւ բարեփոխումների մասով թույլ տվեք ասել, որ ես
այս ընտրություններում մի նման իրավիճակի ականատես եղանք երևի բոլորս, որ անկախ դիտորդների որոշ գրանցված անկախ դիտորդներ քաղաքական դիրքորոշում էին ցուցաբերում որոշ արձանագրումների մասով եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, այսինքն ընտրական օրենսգրքի չիմացության մասով, որը կարծում եմ հետագայում բարեփոխումների կոնտեքստում պետք է դիտարկել եւ անկախ դիտորդի կարգավիճակ տալու կամ կենտրոնական ընտրականին տալ ֆիլտրելու կամ որոշակիորեն պետք է իրեն ֆիլտրել նոր տալ կարգավիճակը, որպեսզի իսկապես հենց դիտորդը լինի անկախ, ոչ թե քաղաքական, այո, եղել են դիտորդներ են եղել, որոնք գրանցվել են որպես անկախ դիտորդ, բայց նկատել եք, որ նրանք եթե թույլ կտամ ասեմ, որ քանի որ մենք օգտագործում ենք անկախ դիտորդ բրենդը, մենք եւ մի քանի գործիքներ կազմակերպեցինք։ Ես ձեր աշխատանքը բոլորովին չստվերելով եւ այսինքն կա դիտորդներ, ովքեր իրոք շատ վերջին տարիներին իրենց աշխատանքը կարևորելով նաև իրենց ներկայությունը, բայց ունենք նաև ՀԿ-ներ խումբ, ովքեր իրենց աշխատանքում եղել են ոչ եւ համացանցում այդ արձանագրումները ուղղակի նույնիսկ արձագանքելու առիթ չէին տալիս։ Նկատում եք, որ նրանք անկախ դիտորդ չէին եւ անկախ դիտորդի կարգավիճակում, բայց կամ ուղղակիորեն պաշտպանում էին ինչ որ ուժերի շահեր, հա։ Գիտեք, ընտրական process-ը կազմակերպված էր, ես Փարաքարի շտաբից հետևել եմ եւ հետևել եմ process-ներին, իսկապես ամեն ինչ շատ ներսում նման խնդիրներ չենք ունեցել, բայց երբեմն արձանագրություններ էին հրապարակվում, օրինակ, չգիտեմ, ինչպես կարող է կամ հնարավոր է նույն կուսակցությունից լինի հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար։ Նման կամ ցուցակների մասով այդ ոչ անհասկանալի դրանք ուշադրության գրավելու եւ որոշակի սա process էր, որը պետք չէր ոչ պրոֆեսիոնալներ եւ որևէ քաղաքական կամ կարտահայտողները ներկա լինեին ընտրական process-ներում եւ ներսում իրոք ստվերեին դիտորդի աշխատանքը անկախ դիտորդի, ովքեր մինչ այս պահը ես չեմ նկատել, վստահություն կա նաև իրենց նկատմամբ, հանձնաժողովի նկատմամբ եւ ներսում նման իրավիճակներ չլինելու հետ կապված։ Հիմա իսկ ընտրատեղամասից դուրս ընտրակաշառքի դեպքեր, արձանագրումներ, այդ եղել են, ինչը մենք շատ վատ ես անձամբ շատ վատ եմ վերաբերվում ընտրակաշառքի դեպքերին եւ կարծում եմ պետք է ամեն հնարավոր անել, որպեսզի մարդը ընտրակաշառքով պայմանավորված իր համայնքի կառավարումը չվստահի որևէ մեկին, բոլոր դեպքերում թույլ տվեք նաև ասեմ, որ իրավապահ համակարգի տիրույթում է ձեր բարձրացված հարցը մեկ օր առաջ բացահայտված դեպքերի։ Այդքան էլ իրավապահ չի, նաև քաղաքական կարող է լինել, որտեղ մեկնաբանեցին, որ ընտրություններ են, ըստ էության իրավապահ մարմիններն էլ իշխանությունների ազդեցության ներքո փորձեցին այդ գործընթացները, եթե կային կամ իսկապես կան, ոչ թե ավելի վաղ հայտնաբերել ու այդ գործողությունները անել, այլ բերեցին։ Տեսեք, հեռախոսազրույցի ձայնագրության մասը չէր կարող լինել ավելի վաղ հայտնաբերված կամ, չգիտեմ, որովհետև դա էլի իրավապահներն են բացահայտել եւ իրավապահների կողմից է դա տրամադրել։ Եթե թույլ կտաք, սկսեմ դիտորդների պահից, այո, կային մենք ենք դա արձանագրել, կային դիտորդներ, որոնք որ իրենց պահում էին ոչ դիտորդի պես։ Եղել են ընտրական տեղամաս, որտեղ բառացի դիտորդը մեր մի քանի այդպիսի տեղամաս, որտեղ դիտորդի վկայականով ներկայացող անձը ուրեմն որպես վստահված անձ է ներկայացել, հա, ասել է ես տեղ ունեմ, օրինակ, ես տեղ հավատարմագրված եմ որպես հայաքվեի դիտորդ, բայց ես ինչ կուսակցության վստահված անձ եմ, հա, Մայր Հայաստանի վստահված անձ եմ նաև, հա, նորում դա եղել է տարբեր կողմեր, դա եղել է Մայր Հայաստանի մասով, մենք դա տեսել ենք նաև Եվրաքվեի հետ կապված։ Սա խնդրահարույց է, որտեղ սա առհասարակ վարկաբեկում է դիտորդներին, առհասարակ վարկաբեկում է։ Տեսեք ինչպես է լինում, որ մի լրագրող իրեն օրինակ շատ վատ է պահում, որպես լրագրող չի պահում, հանրության վերաբերմունքը սկսում է առհասարակ լրագրողների նկատմամբ բացասական
ձևավորվել, հա, եւ մենք տեսնում ենք լուրջ խնդիրներ։ Նույնը ստեղա։ Դա առաջի հերթին մեր համար մարտահրավերներ, որ կան դիտորդներ, որոնք իրենց դիտորդի պես չեն պահում եւ այդ անաչառության սկզբունքներին չեն հետևում։ Ասեմ որ Տիկին Մանվազյանը այդ խնդրի լուծումը վերցրեց իրենց վրա եւ իսկապես պետությունն, այսինքն մեղքը վերցրեց իրենց վրա, որտեղ իրենք լուծումներ հստակ օրենսդիրը միգուցե կամ կառավարությունը հստակ չեն։ Մենք որոշակի առումով դիտորդների ֆիլտրման հետ կապված հարցեր քննարկել ենք 18-ից 21 թվականն այդ ընտրական ռեֆորմի կոնտեքստում այն ժամանակ լավ մեխանիզմներ չենք գտել, որոնք որ մտածինք որ կարելի է ներդնել։ Հիմա եթե լավ մեխանիզմների գաղափարներ լինեն, այդ մեխանիզմները ներդնելով վտանգ չի լինի գրաքննության օրինակ, ապա մենք միայն կողմ ենք, որտեղ մենք ինքներս օրինակ ունենք շատ բարձր ստանդարտների վարքագծի կանոններ։ Բայց հաջորդը ես կուզենամ ասել հետեւյալը, տեսեք, կապված իրավապահների գործողությունների հետ գիտեք արձանագրենք հետեւյալը, թե ընտրակաշարք տալը, թե բարեգործության արգելքի խախտումը, որը փաստացի ընտրակաշարքի տարատեսակ է, հա։ Երկուսն էլ քրեական հանցագործություններ են, երկուսն էլ ծանր հանցագործություններ են, ընդ որում նաև պիտի ասեմ, այո, քաղաքասարակցություն առաջարկով են դրանք դասվել ծանր հանցագործությունների ցանկին, այդ թվում նաև որպիսի իրավապահները, օրինակ կոոպերատիվ հետախուզական միջոցառումները ամբողջ սպեկտրը կարողանան կիրառել դրանց դեմ պայքար։ Եվ բնականաբար իրավապահները պետք է այդ հանցագործությունների դեմ պայքարեն, պետք է պայքարեն անհապաղ, պետք է կանխեն, կատարված արդեն հանցագործությունները պետք է բացահայտեն։ Այո, իրավիճակը մի քիչ նուրբ է այն առումով, որ նախընտրական փուլ է եւ իրավապահները պետք է փորձեն դա անեն այնպես, որ նվազագույնս միջամտեն ընտրություններին, բայց պետք է անեն չեն կարող իրավապահները, չի կարող, չգիտեմ, հակակոռուպցիոն կոմիտեն ինֆորմացիա ունենա, որ այս ինչ տեղում ընտրակաշարք է բաժանվում, ասի դե եկեք մի շաբաթ սպասենք, ընտրությունները անցնեն, հետո դրա դեպա չհասկացա, գնացեք, գնաք բացահայտեք, այո, այդ թվում նաև կանխեք, որտեղ մեկին բացահայտում եք, դա չեք թողում, որ այդ մարդը ուրիշ մարդկանց ընտրակաշարք տա, չէ, բոլորիս պարզ է, չէ, ընտրակաշարքը մի հոգու չի տրվում, դա տենց Եվ այս կոնտեքստում, բայց կա իհարկե սպეციფիկա այդ գործերի քննության, այդ գործերով տարբեր տեսակի վարորդային գործողությունների կատարման, այդ սպეციფիկան ենթադրում է, որ օրինակ եթե կարող ես մարդկանց չզրկել քարոզարշավի հետագա մասնակցության հնարավորությունից, պետք է չզրկես։ Ինչը եւ օրինակ իմ կարծիքով հակակոռուպցիոն կոմիտեն փորձեց անել, որովհետեւ 8 հոգի, որոնք որ 5 շաբթի օրը Քարոզարշավի նախավերջին օրը ձերբակալվեցին, բոլորուտն էլ ըստ էության ազատ արձակվեցին, երկուսի նկատմամբ հանրապետությունից չհեռանալու պարտավորություն վերցվեց, մյուսների նկատմամբ ուրեմն վարչական հսկողություն սահմանվեց եւ այնպիսի հենց վարչական հսկողության մեխանիզմները չբացառեցին օրինակ դրա հաջորդ օրը քարոզարշավի մասնակցությունը եւ այս առումով նաեւ պետք է ասեմ երկու հոգի ինչպես գիտեք ձերբակալվել էր էլի ընտրակաշարքի կասկածով քվեարկության օրը եւ դրա հետ կապված Մարտուն Գրիգորյանը ասուլիս տվեց, ես ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այդպես խանգարել են ընտրողների հետ իրենց կազմակերպչական աշխատանքների իրականացմանը, ինչից ճիշտ ասած իմ մոտ լեգիտիմ հարց առաջացավ, այդ ինչ աշխատանքներ կուսակցություն ընտրողների հետ անում քվեարկության օրը։ Քվեարկության օրը կուսակցությունները ընտրողների հետ աշխատանք կազմակերպչական չունեն անելու։ Քարոզարշավ չեն կարող անել ընտրողներին չգիտեմ, զանգել, հիշացնել, հորդորել, պահանջել օրգան քվեարկելու չեն կարող անել։ Այդ թող Մարտուն Գրիգորյանը ասի։ Էլ չասեմ, որ խրախուսել որևիցե ձև, չգիտեմ, փողով, չփողով տանել, բերելով չեն կարող։ Ընտրությունների օրը իհարկե կուսակցությունները ունեն աշխատանք անելու։ Տեղամասերում կազմակերպչական աշխատանք հա, տեղամասերում, չգիտեմ, վստահված անձին քո, վստահված անձին ուղարկել, վստահված անձին փոխարինել, վստահված անձին կարող է ուտելիք տանել։ Կազմակերպչական աշխատանք շատ ունեն կուսակցությունները քվեարկության օրը անելու, բայց ոչ ընտրողների հետ։ Եվ ստեղ մի քիչ հարցեր են առաջանում էլի Մարտուն Գրիգորյանի այս հայտարարության հետ կապված։ Եվ վերջինը ես ասեմ առհասարակ նաև ինչ որ առումով վերադառնալով դիտորդների եւ կեղծ դիտորդների թեմային
Առաջի աչքից կարող է թվալ, որ լավ իսկ ինչ խնդիր կա, էլի, դե հիմա կեղծ զիտորդ են, թող գնան տեղամասում, հիմա որպես կանոն է տեղամասային կենտրոններում տեղը շատ է, թող մի երկու հոգի ավել ընդեղ նստածել։ Իրականում խնդիրը նրանումն է, որ երբ որ ընտրությունների վերաբերյալ անում ես իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ եւ հանրության մոտ տպավորություն ստեղծում, որ ընտրությունների ժամանակ տեղի ունեցել խախտումներ, որոնք իրականում տեղի չեն ունեցել, դա հանրության մոտ ստեղծում է ընտրությունների նկատմամբ ապաթիա։ Եվ այդ ապաթիան արտահայտվում է մի շարք ձևերով, մի շարք խնդիրների է հանգեցնում։ Սկսած նրանց, որ եթե մարդ մտածում է, ասում է, ես ընտրակաշարք վերցնեմ, թե չվերցնեմ։ Եթե ինքը մտածում է, որ քվեից ինչ որ բան կախված է, ինքը ավելի քիչ հակված կլինի, չէ՞, ընտրակաշարք վերցնի։ Եթե ինքը մտածում է, որ քվեից ոչ մի բան կախված չի, ասի, հա դե այս ընտրություններից իմ քյարը ընտրակաշարքը կարա լինի, նախ վերցնեմ։ Կամ ընտրություններին գնալ չգնալը, հա, մարդ պիտի որոշի ընտրություններին գնա, թե չգնա, շատերը քննարկում են, հա, Երևանի ընտրություններում մասնակցությունը ցածր էր։ Եթե մարդ ունի ընկալումը, որ իր քվեից ինչ որ բան կախված է, ինքը ավելի հակված կլինի ընտրությունների գնալ։ Եվ այս առումով, եթե մարդու մոտ տպավորություն ստեղծում, որ ընտրությունները կեղծվում են, մենք ունենում ենք նաև այլ հարակից խնդիրներ։ Իսկ դա հստակ արվում է, մենք դա հստակ տեսել ենք Գյումրիի ընտրություններում, մենք դա հստակ տեսել ենք նորում տարբեր սուբյեկտների կողմից, սկսած նախկին մարդու իրավունքների պաշտպանը, որը անհեթեթ խախտման մասին գրառում էր անում, ասում էր, որ քաղաքացիական պայմանագիրը մարդկանց ստիպելու է, չգիտեմ, պահանջելու է, որ քվեաթերթիկները նկարեն, Արման Թաթոյանը, չգիտեմ, այնքան իրականությունից կտրվել է, որ չգիտի, որ քվեաթերթիկի վրա նշում չէ, ինչը նկարել ես ընտրակարգով։ Այս ծրարի մեջ դնելու ընտրակարգով ինչը պիտի քաղաքացին նկարի, էլի, կներեք, եւ կամ Վարդան Ղուկասյանն էր, չէ՞, կարծեմ որ հայտարարեց, որ քաղաքացիական պայմանագրի շատ վստահված անձիկ, տենց հերթական համարներով, տենց լիստեր ունեն, նշում էին, որ իմանան ցանկացած բայ թե քանի մարդ եկավ։ Այդ հին վաղուց հայտնի բան 2003 թվականից դա անում, ես ազնվությամբ, ես չգիտեմ ինչի եք դուք դա անում։ Դա իմ գնահատմամբ դա անիմաստ բան է, բայց իմ համար միարժեք է, որովհետեւ որովիցե ընտրախախտում, որովիցե բան չկա, որտեղ որովիցե խնդրահարույց բան չկա, այն կոնտեքստում, որ դա ոչ մի տվյալ չի պարունակում, դա չի պարունակում տվյալ նրա վերաբերյալ, թե որ ընտրողը եկավ, որ ընտրողը չեկավ։ Դա ընդհանրապես տվյալ է, թե այդ պահին քանի հոգի եկավ։ Շնորհակալություն Տիկին Մանուկյան։ Եթե կտեք սկսեմ այնտեղից, որ այո, այս ընտրություններում մասնակցությունը բավականին մեծ է եղել եւ ակտիվ է եղել եւ process-ների վրա իրականում նաեւ այնքան վստահություն կա ընտրական process-ում ընտրողի քաղաքացու եւ իսկապես նման լուրերը, որ կեղծ տարածվում է սոցիալական ցանցերում, մարդը ոչ բոլորը գիտեն ընտրական օրենսգիրքը եւ տեսնում են, որ ինչ որ բան է արձանագրվել, անդադ ներսից որևէ բան է արձանագրվել եւ դա ստվերում է նաեւ այդ process-ների կազմակերպման հետ կապված։ Եվ այդ վստահությունը նաեւ այնքան մեծ է, որ այո, լռության օրը որոշ մարդիկ թիթեռ նկարելու մասին փորձում էին բաներ գրել, ստատուսներ, չգիտեմ ինչ, որը հնարավորինս ազդեր կամ ազդեցություն ունենար։ Ես անդրադառնում նաև լռության օրվա հետ կապված խախտումներին, որ եւ լրատվամիջոցները բավականին շատ լրատվամիջոցներ, որի համար մենք հայցով նաև դիմել ենք դատարան, այսինքն դիմում ենք կենտրոնական ընտրականին, որպեսզի լռության օրվա հետ խախտումը կատարած, որ առավել եւս ապրիլի 1-ից նոր ընտրական օրենսգրքով ուժի մեջ մտնող կարգավորումներում այդ մասը ավելի հստակ է նշված եւ հայտարարություններին, որը պետք է հետագայում նաեւ ունենա իր արժանի պատասխանը կենտրոնական, բայց անդրադառնալով նաև ցուցակների հետ կապված, ցուցակները գիտեք հետեւյալն է, մենք շտաբում մեր կողմից կազմակերպվում է, հետևում ենք նաև կենտրոնական ընտրականում գրանցված տեղեկություններին, հա։ Տեղեկություններից բացի նաև on-line նայում ենք, հետևում ենք process-ների ներսում ինչ է կատարվում, հաշվարկին ենք հետևում, որպեսզի ընթացած նաև այդ թվերը հաղորդեն, տեսնենք ինչ վիճակա ոչ կարող, երևի հավանաբար ըստ կամայական ցանկության այդ հանձնաժողովում մեր վստահված անձիկ
փորձել են այդ process-ը տանել։ Դա որևէ խախտում չի։ Նույնիսկ մենք կուսակցության ներսում, երբ անում ենք տարածքային կառույցի խորհրդի ընտրություններ, բոլոր տեխնացիները նստում են թղթագրիչով իրանց օրինակ հաշվարկն անում են զուգահեռ աշխատակազմին։ Դա իրենց համար է, դա զուտ իրենց համար է եւ դա, չգիտեմ, կամայական, այսինքն ով ցանկանա կարող է այդ հաշվարկները կատարել, բայց դա որևէ ցուցակ չի, որը որևէ բան է նշանակում եւ չկա նման կարգավորում, որևէ կարգավորում չկա ընտրական օրենսգրքում, որևէ հղում այդ մասով չկա կամ արգելում չկա։ Պարոն Յանիսյանը ասաց ընտրությունների վրա ազդեցության կրիմինալի կամ միգուցե եւ ընտրակաշարքի վերաբերյալ, բայց ընդդիմադիրները քննադատում են իշխանություններին վարչական լծակներ օգտագործելու մեջ, Վարդան Ղուկասյան դուք եք։ Այո։ Ինչ եք օգտագործում վարչական լծակներ։ Վարչական լծակներ սովորությունն է գալիս է նախկին իշխանություններից նաև ինչով է պայմանավորված նախ, եթե դա աշխատանքների կատարումն է, ապա համայնքի աշխատանքները զուգընթաց պետք է կատարվեն։ Եթե այլ հիմնավորումներ կան, որտեղ կոնկրետ նշված է վարչական լծակի կիրառում, ես կխնդրեմ ներկայացնել պարոն Յանիսյան ինչի մասին է խոսքը, հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ինչ վարչական լծակ է կիրառվել, որովհետև այո, եթե կա նման բան, պետք է։ Ես ընդդիմադիրների հայտարարությունները Վարդան Ղուկասյանի ասեմ, որ օգտագործվել է ԱԱԾ, օգտագործվել է բանակը, իրենք տեղեկություններ են, ասում են տեղեկություններ ունենք, որ զինծառայողներին հրավիրել են եւ ասել են զանգեք ձեր ծնողներին եւ ասեք քվեարկել իշխանությունների օգտին, նման ինչ-որ հարցեր են բարձրացնում, որոնք իհարկե պետք է իսկ շատ տեղեկություններ ունենք, բայց փաստերով պետք է խոսել եւ եթե կա հիմնավորում, որ այո, այդպես է եղել, դիմեին համապատասխան ընթացակարգով գնար աշխատել։ Այսինքն տեղեկությունները դա մենք էլ շատ բան տեղեկություններ ունենք բոլոր տեխնացուների հետ կապված։ Դուք էլ դիմեք։ Տեղեկությունը դա օդում կախված խոսակցությունը։ Փաստեր չունեք։ Փաստարկներ պետք է ունենալ։ Փաստարկներ հենց կոնկրետ, եթե ունեցել ենք, այո, դիմել ենք եւ իրենք նույնպես տեղեկություններով ուղղակի փորձել սևացնել եւ ասել, որ վարչական լծակ է կիրառվել, չէ։ Իսկ ասացիք բանակի եւ մի դրվագ է։ ԱԱԾ-ի մասին է հայտարարում Վարդան Ղուկասյանը։ Ասենք իրավապահ համակարգը այդ օրերին շատ աշխատանք պետք է անի, այսինքն իր գործառույթների շրջանակում ընտրական process-ներին իր վերջնակետին հասնելու համար իր գործառույթների շրջանակում եղել ինչ ԱԱԾ-ի մասին է խոսքը, դա էլ պետք է հստակացվի, բայց կխնդրեմ պարոն Յանիսյանը ներկայացնի ինչի մասին է խոսքը։ Ես ասում չէ, մենք տեղեկություններ չունենք ԱԱԾ-ի կամ բանակի ներգրավման կամ այդ ռեսուրսների չարաշահման առումով Գյումրի ընտրությունների վերաբերյալ մենք հիմնականում մի քանի խնդիր ենք արձանագրել վարչական ռեսուրսի հետ կապված։ Մեկը վերաբերվում է նրան, որ ուրեմն այն քաղաքացիները, որոնք որ դիմել էին համայնքապետի պաշտոնակատարի ընդունելություն էին հայցում քաղաքապետարանից եւ ավանդաբար չորեքշաբթի օրերը Գյումրիում համայնքապետի ընդունելություն է լինում, այդ քաղաքացիների հեռախոսահամարները, անձնական տվյալները ուրեմն մեր տեղեկությունով փոխանցվել են ռոսում տեղեկություններով նկատի կան կոնկրետ անձինք, ովքեր որ դա մեզ վստահեցրել են եւ վրա հողումով մենք դիմել ենք, որ այդ կոնտակտները ուրեմն փոխանցվել են քաղաքապետարանից քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այդ մարդկանց զանգել են, կանչել են, ասել են, այ ուզում եք Սարիկ Մինասյանի հետ հանդիպել, եկեք հանդիպեք եւ այսպես Եվ եղել է այն մեծ դահլիճային հանդիպումը, որը եղավ, եթե չեմ սխալվում, հիմա անգիր չեմ հիշի, ամսի 19-ին ոնց որ թե։ Մեր այս մասով արդեն այս մի նախադասությունը չհաստատված տեղեկություններով 280 հոգու մասին է խոսքը։ Բայց քանակի առումով պնդում չեմ անի, մնացածի մասով պնդում անում եմ։ Եվ այս առումով մենք երկու բան ենք տեսնում, մեկը դա այն է, որ վարչական ռեսուրսով հասանելի դարձած տեղեկատվությունը, այն այդ մարդկանց ցանկը, հեռախոսի համարները օգտագործվել է մրցակցային առավելություն ստանալու համար, այդ մարդկանց ուրեմն նախընտրական միջոցառմանը հրավիրելու համար, եւ երկրորդը նաեւ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության խախտում այդտեղ տեղի ունեցել։ Սա օրինակ մի դեպք։ Մյուս դեպքը վերաբերվում է, որը մենք ճիշտ ասած շատ երկար ենք քննարկում, որ հասկանանք ինչ իրավական գնահատական ենք տալիս, վերաբերվում է շիբինապատման աշխատանքներին
շիբինապատման աշխատանքների մասով հետևյալն է, կարծեմ ամսի 14-ին Սարիկ Մինասյանը այցելում է ուրեմն ինչ որ տարածք եւ այդտեղ քաղաքացիներ իրեն դժգոհություններ են հայտնում եւ ինքը մի շարք խոստումներ է տալիս։ Այդ խոստումների մեծ մասի մեջ մենք օրինակ խոստում է տալիս այդտեղ խաղահրապարակ սարքել, բանկապարտեզի հարց լուծել, ճանապարհները ասֆալտապատել։ Այդ խոստումներից որևիցե մեկի մասով մենք ոչ մի խնդիր չունենք, որտեղ դրանք նախընտրական խոստումներ են եւ նախընտրական խոստումը իհարկե չի կարող որևիցե կերպ պատժելի հարարկ լինել։ Բայց դրա հետ միասին ասում այ միջև այդ շիբինապատմամբ ժամանակավոր հարց կլուծենք եւ այդ միջև այդ նկատի ունի միջև ընտրությունները ուստեղ հետեւյալն է մենք փորձեցինք պատասխանել հետեւյալ հարցին արդյոք դա նախընտրական խոստում է հասկացանք որ ոչ նախընտրական խոստում չի որովհետեւ վերաբերվում է ոչ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածին այլ ավելի շուտ բ արդյոք սա քաղաքապետի պաշտոնակատարի պարտականություններից բխող է Եվ ուսումնասիրեցինք, փորձեցինք ուսումնասիրել բյուջեն համայնքային եւ տեսանք, որ համայնքային բյուջեն մնա չկթանք այդպիսի տող։ Նախընտրական խոստում չէր, բայց միգուցե ընտրությունների առաջ քվեներ ստանալու Տեսեք, ամեն դեպքում կա համայնքային բյուջե, համայնքային բյուջեի սահմաններում պետք է գործի։ Եվ համայնքային բյուջեում նման տող չկար, եւ քանի որ համայնքային բյուջեում նման տող մենք չգտանք, մենք եկանք այն եզրահանգման, որ սա նաեւ իր պաշտոնական պարտականություններից չբխող խոստում է եւ ուրեմն հանդիսանում է այս դրվագով հանդիսանում է ընտրողներին տեխնացուի կողմից ծառայությունների անվճար խոստանալ Եվ մյուս կողմից, քանի որ այդ շիբինապատումը նաև իրականացվեց ինչքան հասկանում ենք համայնքային միջոցներով կրկին Քանի որ բյուջեում չգտանք նման տող, մենք եկանք այն եզրահանգման, որ դա հանդիսանում է պաշտոնական դիրքի չարաշահում, որը կատարվել է ընտրությունների սահմաններում մրցակցային առավելություն ստանալու շահից ելնելով։ Եվ սրա վերաբերյալ մենք հաղորդում ենք ներկայացրել հանցագործության, ամեն դեպքում սա եւս պետք է պատշաճ քննության առարկա դառնա եւ քննվի եւ հանգամանքները պարզվեն։ Շնորհակալություն Տիկին Մանավազյան, այս ընտրական գործընթացների մի մաս է կազմում նաեւ մրցակիցների հռետորաբանությունը եւ թե մարդու իրավունքների պաշտպանը, թե հասարակական կազմակերպությունները նկատել են, որ հատկապես Գյումրիի ընտրության դեպքում, ինչու Գյումրիի միայն նաեւ Փարաքարի դեպքում ատելության խոսքի դրսևորումներ եղել են ու ընդդիմությունը այս դեպքում մեղադրում է նաեւ իշխանություններին, որ ատելության խոսքի դրսևորում էր այս նախընտրական շրջանում, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Գյումրիում, առաջին ելույթն էր դա ըստեյության, հա, նախընտրական շրջանում, որ առնետների նման դուրս են եկել նկուղներից եւ այլն, որակում են որպես ընդդիմադությունն ատելության խոսք։ Իհարկե դու կարող եք ասել նաեւ ընդդիմադիր դաշտից է ատելության խոսքի լայնածավալ դրսևորում եղել, դու կարող եք ասել, ամեն դեպքում իշխանությունները որպես այդ ամեն ինչը կազմավորող օրենքներ ընդունող, կարգավորող մարմիններ ունեցող կառույց ինքը ինչ է դրսևորում նման երևույթներ։ Նախ շարունակ, եթե թույլ կտակ Պարմյանյանին արձագանքեմ քաղաքացիների հեռախոսահամարների մասով, ես այս դրվագով եկեք համաձայնենք, որ սոցիալական ցանցերում բոլորի տվյալները հասանելի են։ Անձնական տվյալների պաշտպանության մասով, այսինքն բոլորը ունեն հասանելիություն սոցիալական ցանցերով համար ճշտելու եւ տեղեկատվություն ստանալու այդ անձանց վերաբերյալ։ Այս մասով մի փոքր եկեք չշտապենք հայտնել այն տեսակետը, որ դա վերցվել է հենց համայնքից կամ քաղաքապետարանի տվյալներից է վերցել։ Շիբինապատման աշխատանքների մասով ամսի 14-ի դրվագը չեմ կարող ավելի հասկանամ ինչու բյուջեում դա ներառված չի եղել, բայց մյուս ընդհանուր տրամաբանության մեջ թվեք ասեմ, որ շիբինապատումը դա աշխատանքը, որը պետք է անի համայնքը կամ ասֆալտի աշխատանք, բայց այն այլևս այդքան ակտուալ չի համարել ընտրակաշարք, որովհետև Հայաստանի Հանրապետության մասշտաբով ահռելի մեծ աշխատանքներ է կատարվել այս տարիների ընթացքում եւ ասենք, չգիտեմ, ասֆալտապատման, նույն այդ շիբինով նաեւ միջանցիկ փողոցների հետ կապված, դա չի որոշում ընտրությունների ընթացքը եւ դա համարել ընտրակաշարք,
իսկ մյուս տեխնացուի մասով խոստումը ինքը նա տեխնացու է եւ ոչ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, որ պետքա կատարել այդ աշխատանքները։ Շարունակելով ատելության խոսքի մասը, ես կարծում եմ այս ընտրությունները հատկապես փարաքարը չեմ կարող, ես օրինակ ուզում հասկանամ փարաքարում ինչ ատելության խոսքի մասին է եղել խոսքը, չեմ լսել։ Գյումրիում ավելի ցայտ ուներ։ Գյումրիում նախ քարոզարշավի ընթացքը ոչ կոռեկտ եւ հայհոյախառը բառապաշարով է ընթացել ընտրությունների քարոզարշավը եւ այդ ֆոնին նայել ատելության խոսքի մասին հետ գալ եւ վարչապետի խոսքը ներկայացնելը կարծում եմ բացարձակ իրար հետ չի համապատասխանում, որովհետեւ դա հռետորական խոսք է եղել, քաղաքական խոսք է եղել, առնետների նման իմաստ, ընդհանրապես խոսքը Գյումրիում մեր դրամահավաք երեկոյի չէ։ Այո, այդ միջոցառման ժամանակ էր։ Չի եղել նման խոսք, որ դա ատելության խոսք է եղել է քաղաքական խոսք, կոչ ընտրողներին, բայց process-ում արդեն մյուս տեխնացուների պետք է քննել ինչու է նման վարկ դրսևորում տեխնացուն եւ հանրային խոսույթում հայհոյում եւ նսեմացնում քաղաքացուն եւ թեև արդյունքները քննարկելուց չեմ կարող ասել, ունենք նաև ցուցիչ։ Գիտեք, ես առումով մի բան ասեմ, իհարկե ատելության խոսքը մեղմ ասած չեմ ուզում արդարացնեմ, բայց եկեք հետևյալը հաշվի առնենք, առավել ևս երբ որ խոսում ենք Գյումրի ընտրությունների մասին, Հայաստանում 2017 թվականին մենք ունեինք արտաքնապես շատ սիրուն ընտրություններ։ Եթե ջերառատ գյուղներ, թե հակարծում ջերառատ գյուղի ուրեմն կրակոցներով միջադեպը չլիներ եւ նաեւ մեր հետաքննությունը 114 նոմերների չլիներ, արտաքնապես այդ ընտրությունները իդեալական ընտրություն կլինեին, հա, ասենց իդեալական, մեկ Շվեյցարիայում, մեկ Հայաստանում, բայց տակից տեղի ունեցող process-ներ կային։ Եվ իրականում այդ տակից տեղի ունեցող process-ներն էին, որոնք որ բերում էին տեղամասերում են արդյունքի գնահատմանը, որ այդ ժամանակ էլ տեղամասերում տենց համարյա չի կեղծվել էլի ընտրությունները։ Այդ տակից բերվող եկող տեղի ունեցող process-ներն էին, որոնք արտահայտվեցին տեղամասերում եւ ոչ թե այն շիրման, որը որ կար, հա, շատ կոռեկտ խոսքով, շատ նենց սիրուն, Կարեն Կարապետյանի տենց ինչ որ համերգային ներկայացումներով, բաներով, տենց հասկանում եք, Գյումրիում մենք տեսանք, որ նորից գլուխ է բարձրացում տակից տեղի ունեցող process-ները։ Այդ տակից տեղի ունեցող նույնիսկ ոչ այդքան վարչական ռեսուրսը, ինչքան այդ կրիմինալն ու ընտրակաշարքը, դրանք տակից տեղի ունեցող process-ներ էին։ Եվ այդ տակից տեղի ունեցող process-ները իրենց ազդեցությունը ունեցան։ Եվ ինչի եմ ես այս դեպքում ասում Տակից տեղի ունեցող ինչ process, կրիմինալով մարդկանց վրա ազդելը, կրիմինալով ընտրակաշարքով մարդկանց կամ արտահայտության վրա ազդելը։ Եվ ներողությունից մի բան ասեմ, էլի, մենք ունենք տարբեր ինդիկատորներ, որոնցով փորձում ենք գնահատել, թե ինչպես են այսպես ասած ոչ առողջ process-ները ազդում ընտրությունների վրա։ Դրանք մոտավոր գնահատման իհարկե բաներ են եւ Հայաստանի օրինակ դատական համակարգը դրանք չի համարում ապացուցողական բնույթ ունեցող, բայց մեր համար դրանք շատ կարեւոր ինդիկատորներ են, վիճակագրական վերլուծության տարբեր տեսակներ են։ Երբ որ մենք տեսնում ենք, որ Գյումրի այն տեղամասերում, որոնք որ ասոցացվում են կրիմինալի հետ, այդ տեղամասերում առավոտյան ժամերին ընտրողների մասնակցությունը 2.5 անգամ ավելի բարձր է, քան միջին ցուցանիշը Գյումրիում, դա մեր համար ինդիկատոր է, որ այդտեղ խնդրահարույց process-ներ կան, որովհետև քաղաքային բնակավայրերում Կիրակի առավոտյան մարդիկ նախընտրում են քնել։ Ինչքան էլ դու ուզենաս քո քաղաքացիական պարտքը կատարես, որովհետև տարբերություն չկա, դու առավոտ 8-ին դա կկատարես, թե ցերեկը չգիտեմ 1-ին 2-ին։ Եվ երբ որ տեսնում ենք, որ մարդիկ կոնկրետ ինչ որ մի տարածքում քաղաքի ինչ որ մի տարածքում այլ տարածքների համեմատ առավոտյան շտապում են տեղամաս, մենք փորձում ենք դրա պատճառներ գտնել, որտեղ մի հոգու պահվածքը կարող է լինել տարօրինակ, քանակի պահվածքը արդեն պիտի ինչ որ կանոնների Դուք ասում եք իրավապահ համակարգը մեր համար օրինակ մեր համար դա ինչի ինդիկատոր է, որ այդտեղ կա ենթարկեցված էլեկտորատ,
Եվ երբ որ կա ենթարկեցված, անկախ նրանից ինչ մեխանիզմներով ենթարկեցված, երբ որ կա ենթարկեցված էլեկտորատ, այդ ենթարկեցնողները էլեկտորատին առավոտ շուտ են բերում տեղամաս, պահանջում են նրանք այդ մարդիկ առավոտ շուտ գան քվեարկեն, որ տեսնեն ով եկավ, ով չեկավ, ու միջև տեղամասի փակումը երեկոյան 8-ը ունենան ավելի շատ ժամանակ, որ տեսնեն ով եկավ, ով չեկավ, չեկողներին զանգեն, ասեն, բա ուր եղար, ինչ է, հա, սա օրինակ մեր համար ինդիկատոր է, երբ որ կրիմինալաշատ հատվածներում Գյումրիի տեսնում ենք, որ առավոտյան մասնակցությունը էական պիկ է տվել, դա մեր համար ինդիկատոր է։ Մյուս ինդիկատորը, որ մենք ունենք վիճակագրական վերլուծության, դա տեղամասերում մասնակցության եւ կուսակցությունների հավաքած քվեների կորելացիան է, որտեղ իդեալական ընտրություններ համարվում են այն ընտրությունները այս հարցի կոնտեքստում, երբ որ անկախ նրանից, թե միջինում ինչքան է այս խումբ տեղամասերում մասնակցությունը, կուսակցության հավաքած ձեների տոկոսը պիտի լինի նույնքանը, հա? Այսինքն այն տեղամասերում, որտեղ 20% է մասնակցություն եղել եւ որտեղ որ ասենք 70% է մասնակցություն եղել, X կուսակցության ձեները չպետք է էապես ինչ որ տարբերվեն։ Բնականաբար առանձին վերցրած տեղամասերում տարբեր է, բայց երբ որ այդ ամենի վիճակը մեծ քանակն է վերցում, իսկ Գյումրին 80 քան տեղամաս է, դա արդեն քանակ է վերլուծության ենթարկելու համար, օրինակ Փարաքյարը չէ, 16 տեղամասում չես կարող դա անել։ Այդ քանակի մեջ արդեն կարող ես վերլուծել։ Ինչ ունի այդտեղ իրավապահ համակարգչաները։ Պետք է կախված չլինի կուսակցության տոկոսը, բան, եթե կուսակցության տոկոսը, հավաքած տոկոսը մասնակցության տոկոսի հետ միասին աճում է, դա բերում է այն ենթադրությունների առհասարակ աշխարհում, հա, որ կամ այդ տեղամասերում եղել են լցոնումներ, X կուսակցության համար ի հավելումը նեկած բնական էլեկտորատի, X կուսակցության համար լցոնումը արվել եւ համ մասնակցությունն է դրա հաշվին աճել, համ այդ կուսակցության քվեները կամ նու դա քիչ գրեհիկ ձևով կոչվում է մարդկանց լցոնում, այդ տարածքներում կամ մարդկանց վրա ապօրինի ազդեցություն եւ այդ մարդիկ են եկել։ Ներողություն, այս միտքը այս ավարտեմ եւ այդ կոնտեքստում մենք արել ենք վերլուծությունը Գյումրիի մասով եւ տեսել ենք, որ նու թեև բավականին հորիզոնականոտ է գիծը, բայց այդուհանդերձ օրինակ կոմունիստական կուսակցության Վարդան Ղուկասյանի գլխավորած ուրեմն քվեները մի քիչ կորելացիա կա մասնակցության հետ, այսինքն ինչքան մասնակցությունը ավելանում է, այնքան ավելանում է իրենց քվեները։ Կրկին մի քիչ, սա մեղմ ասած համեմատելու չի նախահեղափոխական Հայաստանի կամ ոչ ժողովրդավար երկրների պատկերների հետ, որտեղ է շատ ուժեղ է այդ կորելացիան, բայց մի քիչ կորելացիա կա, դա մենք հստակ տեսնում ենք, ինչը եւս մեր համար ինդիկատոր է, որ դա նրանց ազդեցությամբ Վարդան Ղուկասյանի ազդեցությամբ կամ նրա շրջապատի անառողջ ազդեցությամբ, որը կարող է ազդել կամ ազդել է ընտրությունների արդյունքների որոշ չափով, այո, որոշ միջալ այս առումով ասեմ, քաղաքացիական պայմանագրի մասով մենք տեսնում ենք նույն Գյումրիի դեպքում հակակորելացիա, այսինքն ինչքան տոկոսը ավելանում է մասնակցության, այնքան ԿՊ-ի միջին ցուցանիշը պակասում է, ինչը պայմանավորված է հենց, այսինքն մենք դա մեր համար ինդիկատոր է, որ ամեն դեպքում օրինակ հնարավոր վարչական ռեսուրսների չարաշահումները, որոնք ակնհայտ է, թե չարաշահվեր, դա ԿՊ-ներ էլի, ուրիշ ոչ մեկ ռեսուրսը չուներ, ազդեցություններ շատ չեն ունեցել։ Այնինչ Վարդան Ղուկասյանի կողմից այդ ոչ ասենց ասեմ անառողջ կամ ապօրինի հնարավոր ազդեցությունները կամ իր կամ իր թիմի օգտին որոշակի ազդեցություն ունեցել են, դա եւս մեր համար Ձեր ներկայացրած այդ խնդիրների առնչությամբ երկու հարց է ձևավորվում, որոնց կուզենայի թե դուք թե Տիկին Մանավազյանը պատասխաներ։ Նախ մեր ընտրողների մեջ, քաղաքացիների մեջ հարց է առաջանում։ Վարդան Ղուկասյանի նախկին իշխանությունների ժամանակ Վարդան Ղուկասյանի ինչ որտեղ նաեւ Մարտուն Գրիգորյանի դեպքում բազմաթիվ հանցագործ, ոչ իրավական, ոչ օրինական երևույթների մասին հրապարակումներ շատ եղել եւ կարծիք կա որ ինչու պետք է արդարության ջատագով գործող իշխանությունները ինչու պետք է թույլ տային կամ ինչու է շրջանակներում իրավապահ համակարգ ավելի արդյունավետ չգործեց որ Վարդան Ղուկասյանն այսօր ոչ թե ընտրությունների մասնակցեր այլ պատասխանատվության ենթարկվեր ինչ որ մի քրեակատարողական հիմնարկում որ հիմա ընտրություններին է մասնակցել եւ մրցակից է այլ ուժերի հետ միասին եւ մյուս հարցն էլ այն է որ եթե ձեր նշած խնդիրները կան Վարդան Ղուկասյանի կամ այլոց ազդեցության
ազդեցության ներսում իշխանությունների ընտրությունների կազմակերպման պատասխանատուները հիմնականում իշխանություններն են, չէ, օրինականության պահպանման եւ այլն։ Ինչը այն չի, մեր թեման ընտրական բարեփոխումներն են, չէ, ինչը այն չի արվել, ընտրական ինչ բարեփոխում տեղի չունեցել կամ իրավական ոլորտում ինչ բարեփոխում տեղի չունեցել, որ նման երևույթները շարունակում են դեր ունենալ եւ ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչ պետք է անեին իշխանությունները, որ չեն արել։ Ու ինչ պետք է անեն, խնդրեմ։ Իրականում միակ մեղադրանքը այս ընթացքում այո հնչել այն, որ Վարդան Ղուկասյանը ինչու է այս բան ազատության մեջ, որ նաև տեխնացու է, այս հարցի պատասխանը կարծում եմ պետք է իրավապահ համակարգին ուղղել ոչ թե ինձ, որովհետև չեմ կարող ասել ինչու քրեական գործով չի անցնում եւ կամ եթե անցել է ինչու է այս պահին այդ կարգավիճակում եւ շարունակում է լինել տեխնացու եւ վախի մթնոլորտ եւ նման կրիմինալ միջավայր ստեղծել կամ ընդլայնել այդ միջավայրը եւ ազդեցություն ունենալ նաև ընտրական process-ների վրա։ Հաջորդ հարցը Եվ ինչու իշխանությունները չեն ապահովում այնպիսի միջավայր, որպեսզի նման կրիմինալ ազդեցությունը ընտրությունների ելքի վրա ազդեցություն չունենա, ընտրողներին չբերի տեղամաս։ Ընտրական բարեփոխումների մեջ չեմ կարծում, որ հնարավոր է դա կարգավորել, այսինքն դա էլի իրավապահ համակարգի իշխանություն, այսինքն հնարավորինս պետք է նաև իրավապահ համակարգի դրան անդրադարձանի եւ այո թույլ չտա որպեսզի կրիմինալ միջավայր ստեղծվի ընտրական process-ների ժամանակ եւ նման ուղղորդումներ լինեն, որի արդյունքում կունենանք այսպիսի իրավիճակ։ Կա դատաիրավական կամ ընտրական գործընթացներում ընտրական օրենսդրության, դատաիրավական օրենսդրության մեջ բարեփոխումների այնպիսի հնարավորություն կամ դու կարող եք նման առաջարկ անել, որպեսզի նման հնարավորությունները եթե լինեն անգամ ապա ընտրությունների արդյունքների վրա չազդեն։ Հիմա ապագայում Գիտեք, ինձ թվում է մենք պետք է արձանագրենք, որ ամեն դեպքում ընտրությունները դա ինչ որ կամ ընտրական գործընթացները կղզի չեն։ Իհարկե, ընտրական գործընթացները կարող են երկրում տեղի ունեցող այլ process-ների համեմատ որակապես լինել ավելի լավը կամ ավելի վատը, բայց չեն կարող լինել Կարգավիճակ չունի այս պահին նա որպես այդպեսին որ բան չկարողանա մասնակցել։ Այստեղ այո, իմ ասած է նա որ պետք չի այս կոնտեքստում նայել զուտ ընտրական, այ ընտրական ռեֆորմն հենց փոխենք, որ այս մարտիկ Մենք երեք ընտրական տեղամասերից մեկում ականատես եղանք իրավիճակի, երբ որ ենթադրել հանցագործություն գործած մարդը փախնում էր ընտրական տեղամասից, եւ երեք ոստիկաններից միայն մեկն էր փորձում իրան բռնել, մյուս երկուսը հուշ լինելով լրագրողների տեսախցիկներից չէին բռնում, հա։ Հետո էլ հերվից տենց խաբար են հասցում, ասում են, բա գիտեք, այս ոստիկանը այն ինչի կողքի թաղից է, բանա, մի րոպե ոնց եմ ոստիկանն էլ է, ես բռնող տղա չեմ մուդի մեջ էլի տենց ոնց որ հասկանում եք, այստեղ ամեն ինչ Այստեղ շատ բաներ փոխկապակցված են։ Դատաիրավական համակարգի արդյունավետությունը Ընտրողը ասում են Նիկոլ Փաշինյանը եւ իր ղեկավարած իշխանությունները միշտ մեզ խոստանում են արդար թափանցիկ ընտրություններ, բայց այսպեսի անկախ նրանից կրիմինալն է դա անում, Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը թե ով է անում, բայց դա արդար, որ իրենց բայց դա տեղի ընտրությունները եղել է արդար եւ թափանցիկ, բայց դատաիրավական համակարգում ունեցել ենք ամենաշատ կատարված բարեփոխումները Բայց կարգավորումը բերել այդ դաշտ, որ ինչու է նա ազատության մեջ, որ այսօր մասնակցում է ընտրության, դա չունի կարգավիճակ, այսինքն մենք չենք կարող մարդուն անվանում ենք կրիմինալ ներկայացուցիչ, ասենք դու իրավունք չունես մասնակցելու այդ ընտրություններին։ Գիտեք, հա, այստեղ մենք հարցին պետք է գլոբալ նայենք, ոչ միայն, չգիտեմ, պայմանական Վարդան Ղուկասյան կամ Մարտին Գրիգորյան կամ այլ անձին կամ Ռոբերտ Քոչարյան, այստեղ ավելի գլոբալ հարց է եւ գլոբալ հարցն այն է, որ Հայաստան դատաիրավական համակարգի ես դրա համար բերեցի այդ ոստիկաններով օրինակը, որտեղ դա փոքր օրինակ էր, որը շատ ցայտուն էր։ Հայաստան դատաիրավական համակարգի գործունակության մակարդակը հանցավորության դեմ պայքարի էֆեկտիվությունը կդրեք պլինտուսից ներքև է։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ սպանությունների 73%-ը դատարան չի հասնում։ Այսինքն միջինում Հայաստանում 4 մարդասպանից 3-ը ազատ շրջում են փողոցներում։ Մենք ունենք այդ պատկերը եւ այդ սա վերաբերվում է կոռուպցիոն հանցագործություններին, սա վերաբերվում է չկոռուպցիոն հանցագործություններին, քրեական ենթամշակույթին, չգիտեմ, ընտրական հանցագործություններին, հազար մի տեսակի
Ինչ որ առումով նաև ընտրական հանցագործությունների քննությունն էլ մեղմ ասած իդեալական չի, շատ մեղմ ասած։ Սա առհասարակ դատաիրավական համակարգի, իրավապահ համակարգի էֆեկտիվության մասին է, որը շատ ցածր է, տարբեր պատճառներով է շատ ցածր, դա թերևս մի առանձին քննարկումների շարքի երկու խոսքով իշխանությունների անգործությունը կամ մեղավորությունը կամ դերակատարում այդ ցածր պատճառների Այս կոնտեքստում իհարկե նենց չի, որ Հայաստանում դատաիրավական համակարգի որակը նենց ինչ որ շատ բարձր էր եւ այս իշխանությունը դա տապալեց, բայց այս իշխանությունը իմ կարծիքով կարող էր շատ ավելի արդյունավետ գործեր այդ համակարգերի, ասենց ասած, խելքի բերելու այդ համակարգերը կառուցելու առումով։ Եվ ես կարծում եմ, որ մենք շատ ժամանակ կորցրեցինք, բաց թողեցինք հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգը խելքի բերելու հարցում։ Եվ մինչև հիմա մենք տեսնում ենք մի շարք խնդրահարույց երևույթներ, մենք տեսնում ենք մի շարք հանգուցային պաշտոններին, մի շարք անձինք, որոնք առհասարակ արժեքային առումով այդ գծում չեն, որ պետքա դատաիրավական համակարգը լինի օրինակ անկախ, էֆեկտիվ եւ այլն, հա։ Այսինքն թեև վերջին ամիսներին չեմ կարող չթաքցնել այդ հանգուցային կադրերի մասով մի քիչ դրական բան տեսնում ենք հոկտեմբերի-նոյեմբերի փոփոխություններից հետո, բայց միևնույնն է 7 տարի անցել հեղափոխությունից, բայց հարցեր կա, որոնք որ հեշտ լուծող հարցեր են ու հիմա կարող են լուծվել եւ երբ որ ես ասում եմ հեշտ լուծող, ես նկատի ունեմ նաեւ այլ երկրների փորձը, օրինակ Ուկրաինայում թե հեղափոխությունից հետո օրինակ ինչ էֆեկտիվությամբ եւ ինչ արագությամբ կարողացան ստեղծել հակակոռուպցիոն իրավապահ մարմին հեղափոխությունից 1.5 տարի հետո, ընդ որում գտնվելով պատերազմի մեջ, մեր մոտ պատերազմ, COVID եւ 1000 հարավիրք եկավ հեղափոխությունից մի 2 տարի հետո էլի, իսկ իրանց մոտ 1.5 տարի հետո արդեն սկսեց աշխատել օրինակ ազգային հակակոռուպցիոն բյուրոն։ Մեր մոտ հակակոռուպցիոն կոմիտեն ըստ էության ստեղծվեց 2021, եթե հիմա չեմ սխալվում թվականը, այսինքն հեղափոխությունից 3 տարի հետո են այդ ստեղծելն են մինչև հիմա տենց ինչ որ ստեղծման փուլում, այսինքն այս առումով իհարկե իշխանության հասցեն մեղադրանքները, ես կիսում եմ։ Պետք է իշխանությունը գնահատական տա նախընտրական շրջանում այն երևույթին, երբ որ ընտրությունների մասնակցի ուժերից մեկի ներկայացուցիչները կամ սատարող ներկայացուցիչները ռուս պատգամավորներից մեկի աջակցությունը ստացան ուժերից մեկի նկատմամբ, դա արդյոք դա ինչպես է գնահատում, այո, ընտրական հանձնաժողովին դիմել են, դա արտաքին միջամտություն է Պետդումայի պատգամավորին Տուգանեն։ Դա մենք արձագանքել ենք այդ հայտարարությանը եւ հետևել ենք, որ դիմել ենք կենտրոնական ընտրական, իհարկե դատապարտում ենք նման գործելավոճ, այսինքն այդ տեխնազոն կոնկրետ ուներ ուղղվածություն եւ իր աջակցություններ ակնկալում հարևան երկրի պաշտոնատար անձի կողմից եւ ուզում էր, որ այսինքն process-ը այնպես չէր, որ քարոզարշավին մասնակցում էր, քարոզարշավի իր կողքն էր, բայց ինքը իր հայտարարություններով աջակցեց տեխնացուին, որը նաեւ քաղաքական մեսեջ էր։ Վերջին շրջանում ընտրություններում ես այս առումով եթե թույլ կտաք մի բան հավելեմ, այս առումով եթե ավելի լայն նայենք, ոչ թե զուտ օրինակ վարչական իրավախախտումների օրենսգրքի տեսանկյունից, որը խախտում էր, որի մասով մենք պնդում ենք, որ պետք է որոշում կայացվի այդ պատգամավորին տուգանելու մասին, ուրիշ հարցեր տուգանքը կարողանան բռնագանձել չեն կարողանա։ Մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը բնավորություն ունի, մեղմ ասած բնավորություն ունի այլ երկրների ընտրությունների խառնվելու, այլ երկրների ընտրությունների ժամանակ իրեն ցանկալի արդյունքներ գրանցելու եւ ընդ որում խառնվելու ամենակեղտոտ ձևերով եւ այս առումով ինձ թվում է, որ մենք բոլորովս որպես հասարակություն պետք է հասկանանք, թե ոնց է 26 թվականի ընտրությունները պաշտպանում Ռուսաստանի հիբրիդային հարձակումներից, որովհետեւ խառնվելը չի լինելու ընդհանրապես Պետդումայի պատգամավորի հայտարարության կոնտեքստում, որը ամեն դեպքում այդ հայտարարությունը եկեք հետեւել արձանագրենք, նենց ինչ որ դրամատիկ բան է փոխել Գյումրի ընտրություններում, էլի, բայց
բայց կարող է հայտեր որ կա միջամտություն եւ այդ միջամտությունը պետք է լինի օգուտ եւ իօգուտ տեխնացու, որտեղ այդ տեխնացուն կարծես իր ամբողջ քարոզարշավի ընթացքում չթաքցրեց ռուսամետ լինելու իր դիրքորոշումը եւ աջակցություն հայտնեց նույնիսկ այդ դեպքում, այսինքն ակնհայտ ընդգծված էր ամենը եւ ես ինքս արձագանքելով վարչականը չէր խնդիրը հայտարարության ձևը տեքստը եւ բովանդակությունն ու նպատակն էր, որը հասնի իր նպատակակետին, ինչի համար չեմ կարող ասել քաղաքացին քվեն տալուց դա գիտակցել է թե չի գիտակցել, բայց իսկապես ինքը քաղաքացին ընտրել է քվեարկությունը կոնկրետ տվել է այդ ուժին Ավելին ասեմ, կոմունիստական կուսակցությունը նախորդ ընտրություններին 200 քվե է ստացել եւ այս անգամ իհարկե այն ժամանակ չի եղել ներկայացուցիչն ու ներկայացուցիչ տեխնացուն, բայց քվե է ստացել այս անգամ հայհոյախառը բարաշպաշարով եւ նման բովանդակությունով ռուսամետ դիրքորոշմամբ Բերլինը գրավելու իր, չգիտեմ, հայտարարություններով ստացել է այն քվեները, որը այդքան էլ բարձր չեն, ամեն դեպքում մենք կրկնակի ավելին ենք, 2 անգամ եւ ավել ձայն ենք ստացել, մենք չենք պարտվել Գյումրիում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի պարտվել Գյումրիում եւ ստացել է ավելի շատ քաղաքացիների աջակցությունը եւ քվեն, բայց առաջիկայում կտեսնենք ինչպես կստացվի հանդիպումը։ Եթե թույլ կտաք Ռուսաստանի միջամտության մասով, ես ուղղակի շարունակելով միտքը իմ ասած այն էր, որ 26 թվականին ես վստահ եմ, որ Ռուսաստանը շատ ավելի լուրջ զուտ հայտարարության, պատգամավորի հայտարարության չէ, շատ ավելի լուրջ միջամտության փորձեր կանի, այնպես ինչպես իրենք անում էին Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, վերջիններս դա Ռումինիայի, Մոլդովայի պատմություններն էին, եւ ինձ թվում է, որ մենք բոլորովս որպես հասարակություն պետք է առաջին հերթին բոլորովս որպես հասարակություն, հետո արդեն որպես պրոֆեսիոնալ հանրույթ, որպես իշխանություն պետք է հասկանանք, թե ոնց ենք հակազդելու եւ ոնց ենք այս մի տարին օգտագործելու, որ ինչ որ իմունիտետ ձեռք բերենք Ռուսաստանի հնարավոր հավանական հիբրիդային հարձակումներից մեր ընտրությունները պաշտպանելու առումով, որտեղ այդ հիբրիդային հարձակումները նորից չեն լինելու հայտարարություն, բան, հա դա կարող է լինել շատ ավելի կոշտ, շատ ավելի sense ասեմ լայն գործիքակազմի ներգրավմամբ, այդ գործիքակազմի մեջ ընդ որում կարող է մտնել նաև ադրբեջանական բանակը, այդ գործիքակազմի մեջ դա կարող է լինել ոչ լայնամասշտաբ։ Եկեք հիշենք, էլի 21 թվականի ընտրությունները նշանակելուց մի քանի օր հետո ադրբեջանական բանակը մտավ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզի մի շարք տարածքներ։ Եվ այն ժամանակ, այո, այն ժամանակ ընտրությունների կոնտեքստում այո, ընտրությունների վրա շատ դրամատիկ ազդեցություն չունեցավ, բայց իմ համար ակնհայտ է, որ դա փորձեր հենց ընտրությունների վրա ինչ որ լուրջ ազդեցություն ունենալու Այն ժամանակ Ռուսաստանը այդքան բարձր մոտիվացիա չուներ Հայաստանում ընտրությունների վրա ազդելու, ինչքան որ ունի հիմա եւ պետք է հաշվի առնել, որ իրանք դա անելու են եւ մենք որպես ընդ որում ասեմ ավելին, որքան ավելի բարձր հոգեպես, հա, պատրաստվածությունը լինի մեր հասարակության, ինչքան հասարակությունը ավելի պատրաստված լինի դրան, ինչքան ավելի պատրաստված լինի այդ տարբեր տեսակի սցենարների դեպքում, այո, չտրվի նաև չտրվի պրովոկացիաներին, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ այդ գործիքակազմը իմիջիալս կգործածվի։ Մեր ընտրություններում վերջին տարիներին դրսևորվում է նաև այսպիսի մի երևույթ, որ տարբեր համայնքներում հաղթում են ավելի ոչ թե հաղթում, այլ առավել ձայներ է ստանում մի ուժ, բայց վերջում քվեարկությունների արդյունքում համայնքի ղեկավարը դառնում իշխանության ներկայացուցիչը կամ իշխանությունը վերջո ազդեցություն է ունենում համայնքի ղեկավար դարձած ինչ որ մի ուժի ներկայացուցիչի վրա, այդպես էր Գյումրիում նույնպես այդպես էր փարաքարում նախորդ անգամ, այս անգամ փարաքարում
Ղարաբաղում ապրելու երկինքը բացարձակ ձայներ հավաքեց։ Սա ինչ երևույթ է, ինչպես է գնահատում դուք դա, պարոն Յանիսյան, եւ արդյոք այստեղ որոշակի ինչ-որ օրենսդրական կարգավորումների բարեփոխումների անհրաժեշտություն կա, թե դրանք զուտ քաղաքական գործընթացներ են։ Գիտեք, դրանցից ոմանք որոշները քաղաքական գործընթացներ են, բայց դրանցից օրինակ Ալևերդի մասով ես հակված եմ համարելու, որ այդուհանդերձ դետալների մեջ այնտեղ շատ խնդիրներ կային, ոստիկանության պահվածք եւ այլն, բայց գլոբալ առումով ես հակված եմ համարելու, որ Ալևերդիում տեղի ունեցած ամեն դեպքում քաղաքական գործընթաց էր։ Բայց կան տեղեր, որտեղ Ալևերդիում այն ավականու անդամը, որ ըստ էության փոխեց ճամբարը, ընդդիմության ճամբարից անցավ իշխանության ճամբարը, ինքը միջև այդ արդեն սկսել էր քննադատել ընդդիմության Ալևերդի լեվելում իշխանությանը, հա, տեղական իշխանությանը, քննադատեց, վերջում եկավ այն եզրահանգման, որ ինքը այլևս իրանց հետ մի ճամբարում չի անցավ ՔՊ-ի ճամբար։ Ճամբարափոխությունը ինչքանով է բան տենց կարելի է իհարկե երկար քննարկել, բայց ամեն դեպքում այդ process-ը երևում էր, քաղաքական process էր։ Բայց օրինակ, երբ որ խոսում ենք Թալինի մասին, երբ որ Թալինում ընտրությունների արդյունքում ձևավորած ավականյում ընդդիմություն ուներ էլի մի մանդատի տարբերություններ այնտեղ մեծամասնություն, բայց համայնքի ղեկավարի քվեարկության պահին մի հոգի լեյվ անհասկանալի process-ներով անցավ իշխանության կողմը, այդտեղ ինչ որ մութ process-ներ են տեղի ունեցել։ Այդ մութ process-ները ակնհայտորեն եղել են ոչ քաղաքական, որտեղ ամեն ինչ որ քաղաքական է, հրապարակային է, հա։ Թե այդ մութ process-ները ինչպիսին են եղել, ոչ մեկ չգիտի։ Շատ խնդրահարույց էր օրինակ նաև Վարդենիսի դեպքը, շատ Վանաձորում տեղի ունեցողը արդեն բան է, էլի, տենց սերիալ է դառել։ Տարբեր տեղեր տարբեր է, եւ տարբեր տեղեր նաև փորձելով կանխատեսել թե Գյումրիում ինչ կարող լինել, շատ տարբեր սցենարներով է ամեն ինչ գնում։ Օրինակ Վեդի օրինակը կա, որտեղ 3 քաղաքական ուժեր, ոչ մեկ չուներ այդ մեծամասնությունը, ինչ որ մի պահի հասկացան, որ չեն կարողանում կոալիցիա ձևավորել, գնանք նոր ընտրությունների, հա, դեռ չեմ բացառում, որ Գյումրիում էլ այդպես կլինի։ Այսինքն տարբեր տեղերում ես չեմ ուզում ասեմ, որ ամեն տեղ սարսափելի հանցագործություններ են տեղի ունեցել, բայց եղել են տեղեր, որտեղ շատ պրոբլեմատիկ էր այդ process-ը եւ շատ պրոբլեմատիկ էր իշխանության եւ իրավապահների պահվածքը, բայց եղել են տեղեր, որտեղ այդ բնական նորմալ քաղաքական process է։ Իշխանություններն են այդ դեպքում մեղադրում, որ մարդորսությունն է իրականացնում, մարդկանց է որսում այլ մրցակից թիմերի միջից, որպեսզի կարողանա համայնքի ղեկավար ունենալ կամ այլ միջոցներով փորձում է ազդեցություն ունենալ ընդհանրապես համայնքային իշխանությունների վրա, եթե չունի ինքը իշխանություն այնտեղ։ Հետ գնալով նախորդ տիմ ընտրությունները 21 թվականի 70 եւ ավել համայնքներում ունեցել են ընտրություններ։ Եկեք արձանագրենք, որ մեծ մասում մենք ընդդիմություն ենք եղել։ Եվ իսկ ով է ասել, որ ընդդիմություն լինելը համայնքում վատ է, կամ մենք մեր աշխատանքը որպես ընդդիմություն այնտեղ անում ենք ընդդիմության ներկայացուցիչ ավականին, ավելի իր գործառույթների մեջ նույնն է, համայնքում աշխատանքները ծավալվում են նույն ծրագրերով եւ բովանդակությամբ, եւ այո, պետք է աշխատել այնպես, որ չլինել ընդդիմություն, բայց եթե եկել է արձանագրվել է, որ նույնը հիմա փարակարում, այս պահին ունենք փարակարում, որ մենք ընդդիմություն ենք, մենք ավելի կրկնակի եւ ավելին պետք է ունենանք։ Ես ասեմ, որ սա այս արձանագրումը փարակարի նաեւ կոալիցիայի հետևանքն է, որտեվ չեմ կարող համաձայնել, որ կոալիցիայով համայնքի կառավարումը, փոքր համայնքի կառավարումը ինքը արդյունավետ է։ Այդ տարիների բաժանել 2.5 տարի ինքը ցնցումների է ենթարկում այդ համայնքը եւ էֆեկտիվությունը, արդյունավետությունը իր կառավարման ընթացքը լավ է եւ ես իմ կանխատեսում իմ գնահատականն եմ ուզում այս ընտրությունների փարակարում տալ, որ քաղաքացին կառավարմանը գնահատեց, որ այդ կառավարումը միգուցե չեմ կարող ավելի հստակ ասել, որ կոալիցիոն կառավարումը ինքը լավ հետևանք չի ունենում եւ այո, պետք է լինել 50 եւ ավելի ձայն հավաքել, որպեսզի համայնքում կարողանաս լինել իշխանություն եւ ծրագրերը եւ ամեն ինչ կարողանաս ճիշտ կառավարել։ Մյուս կողմից Երևանում կոալիցիոն կառավարություն Երևանում կոալիցիոն կառավարում ունենք, դե ես այդ կոնտեքստում եմ ասում, այդ կոնտեքստում չեմ կարող ասել, ես համայնքների մասով դուք ասել, որ հա, չէ, ես
այդ միակ համայնքն էր, որտեղ ինձ համար խնդրահարույց էր 2.5 իդեպ մենք որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Փարաքարում 4 ամիս ենք կառավարել։ Այսինքն 2.5 տարին լրանալուց հետո 4 ամիս ղեկավարել է մեր համայնքի ղեկավարը եւ հրաժարականը տվել ինչ որ ներկայացրել։ միջադեպի Այո։ արդյունքում։ Ես այս առումով մի բան ասեմ, եթե թույլ կտա կոալիցիաների հետ կապված ինձ թվում է կոալիցիայի արդյունավետ եւ ոչ արդյունավետ լինելը կախված է տարբեր բաներից։ Եթե այդ կոալիցիան քաղաքական կոալիցիա է, եւ ես ինչի բերեցի Երևանի օրինակը, եթե այդ կոալիցիան քաղաքական կոալիցիա է, ապա այդ կոալիցիան կարող է գործել։ Եթե այդ կոալիցիան, ոնց ասեմ, առևտրային կոալիցիա է, հա, այսքանը ինձ, այսքանը քեզ։ Ինձ թվում է դա արդեն ավելի խնդրահարույց է դառնում։ Եվ այս կոնտեքստում ես չեմ կիսի այն մոտեցում, որ առհասարակ կոալիցիաները խնդրահարույց են։ Կոալիցիան լրիվ նորմալ քաղաքական մշակույթ, հասարակ ժողովրդավարական հասարակություն, քաղաքականություն, դա խոսելու պայմանավորվելու շուրջ է։ Մեծամասնություն շատ եզակի, մենք նայենք եվրոպական երկրները շատ եզակի է լինում, որ այս կամ այն մակարդակի խորհրդարանում լինի տեղական, թե համապետական ինչ որ մի ուժ ունենա մեծամասնություն կամ նույնիսկ մոտիկ լինի մեծամասնությանը։ Պես կանոն դա հավաքում են ինչ որ քանակի ձեներ եւ իրար հետ պայմանավորվում են։ Սա առումով շատ կարևոր է, թե այդ պայմանավորվածությունները ինչ որ գաղափարների, ինչ որ մոտեցումների շուրջ են, ապա այդ պայմանավորվածությունները կարող են գործել, որտեղ այդ մարդկանց միավորում են կոնկրետ մոտեցումները, կոնկրետ հարցերի շուրջ ունեցած միասնական կարծիքները։ Եթե այդ կոալիցիաները առևտրի առարկա են, այ քեզ էս պաշտոնները, ինձ են պաշտոնները, կամ ես 2.5 տարի, դու 2.5 տարի, հա, դա իհարկե ավելի ցածր էֆեկտիվության եւ դա կառավարման որակի վրա ազդող բան է։ Ամբողջ խնդիրը հենց բովանդակության մեջ էր, որ 2.5 տարի կառավարել է մյուս կուսակցությունը եւ 4 ամիս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ այդ բաժանման ցնցումների, այսինքն տեղային մակարդակում համայնքում դա չաշխատեց եւ լավ արդյունք չտվեց։ Հիմա միգուցե մեծ ավելի համայնքներում եւ պայմանավորվածությունների հուշագրի շրջանակում ինքը ավելի արդյունավետ աշխատի եւ քաղաքական, այո, ինքը նորմալ process է, բայց մեր Փարաքարի դեպքում կոնկրետ այդ համայնքում ինքը նպատակին ճիշտ չկատարեց։ Այս ընտրությունները, Գյումրիի հատկապես ընտրությունները դիտարկում էին որպես նախերգանք, այսպես ասած, 2026 թվականի համապատական ընտրություններին, բայց ոչ այդ առումով։ Դուք ներկայացրեցիք բազմաթիվ խնդիրներ, հատկապես դուք պարոն Յովհաննիսյան, դուք նույնպես ներկայացրեցիք։ 1 տարի է մնացել 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին։ Ընտրական մեխանիզմների մեխանիզմները ինչ բարեփոխումների ենթարկվի, որ մենք ավելի լավ պայմաններում գնանք 2026 թվականի համապետական ընտրություններին։ Տիկին Մանավազյան, դուք ասեք, ըստ ձեզ եւ ես կարող եմ ասել, որ վերջերս ենք ընտրական օրենսգրքի բավականին մեծ փաթեթ քննարկել եւ ընդունել փոփոխությունները հնարավոր նաեւ 26 թվականին ընթառաջ եւ այս փուլում մինչեւ ընտրությունները չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա, որտեղ բավականին հանրային ընտրական օրենսգրքին չի վերաբերում, ընդհանրապես ընտրական մեխանիզմներին, հենց ընտրական օրենսգրքի փոփոխություններով եմ ասում, իսկ ընդհանուր որ ուրիշ հարցը որը օրենսգրքի ընդհանրապես ընտրություններով զբաղվող դատաիրավական ոլորտին կարող է ընտրություններին առնչվող ցանկացած փոփոխություն, հա, դուք նշեցիք ինչ-որ խնդիրներ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բավականին երկար եւ մանրամասը քննարկել ենք, կարծում եմ բոլոր կողմերի հետ եւ ընդունել ենք համարել նաեւ դիտարկումները եւ օրենսգիրքը ապրիլի 1-ից նոր փոփոխություններով արդեն ուժի մեջ է մտնում եւ չեմ կարծում, որ այս պահին, այո, կան որոշակի միգուցե այս ընթացքում եղել է, որտեղ նշումներ եմ արել, ինչ կարելի է հետոյի համար դիտարկել հետագայում փոփոխությանը, բայց ընտրություններից առաջ այդ փոփոխությունները կարծում եմ պետք չի անել հաշվի առնելով մեր կողմից առաջարկվող եւ կարգավորումները տալը։ Հիմա այս պահին ինչ հնարավոր էր, այսինքն բավականին մեծ փաթեթ փոփոխության դրվել է։ Ամփոփելով պարոն Յովհաննիսյան, եթե թույլ կտաք այս առումով ասել, որ
ընտրական սկսել նրանց որ իհարկե այդ թվում նաև Գյումրի ընտրությունները այս ընթացքում ոնց էլ չլինի փոքր ընտրություններ կլինեն, կարող են ինչ-որ տեխնիկական բաներ ջրիրես հանեն, որոնք կարժի շտկել միջև ազգային ժողովի ընտրությունները, բայց մյուս բանը, որը արժի ոչ արդեն օրենսգրքի կոնտեքստում դա իրավապահ մարմինների կարողությունների վրա աշխատանքն է ընտրական առումով, այս առումով իրականում շատ մեծ աշխատանք արվեց 18 թվականին, որտեղ այն ժամանակ իրավապահները հասկացան, որ իրանք մի իրավիճակում են, որ իրանք չգիտեն ընտրական հանցագործություններն ոնց պայքարել։ Ընդհանրապես նախկինում դա երբեք չեն արել, իրանք չգիտեն, կար իրանց տրված, չգիտեմ, քաղաքական պատվեր, հանձնարարություն, չգիտեմ ոնց կուզեք ասել, որ ընտրական հանցագործությունների դեմ էֆեկտիվ պայքարեն եւ այն ժամանակ ես հիշում եմ շատ տրեյնինգներ, վերապատրաստումներ, քննարկումներ, կարգեր, հազարը մի բան արվեց, բայց այն ժամանակվանից հետո, որ ասեմ ինչ-որ ռադիկալ բան առաջ գնացել իրավապահների կարողություններում, սուտ կլինի եւ այս առումով շատ կարեւոր է իրավապահների կարողությունները ընտրական հանցագործությունների հակազդման առումով ավելացնել։ Ես եւ իհարկե մի հարց կա, որը, այսինքն երկու հարց կա, մեկը դա կան մեծամասնությունն է, որը արդեն ուշ է վերացնելը, սա իշխանությունը մերժեց, մենք սա առաջարկում ենք դեռևս նախորդ ամռանը, այն ժամանակ դեռ կարելի էր հասցնել դա անել, սա շատ խնդրահարույց կարգավորում է, բայց առանձին թեմա է, հիմա չփորձենք դրա մեջ մտնել, արդեն կա եւ լինելու է 26 թվականի ընտրություններում եւ վերջին բանը, որ ես ճիշտ ասած համարում եմ, դա այն է, որ առհասարակ դաշինքները պետք է վերացնել։ Ընտրություններին մասնակցում են կուսակցությունները եւ վերջ, որովհետեւ դաշինքների մասնակցությունը սկսած ոնց ասեմ, սկսած տեխնիկական խնդիրներից, որոնք հանգեցնում են, որոնք հաճախ հասարակությունը չի տեսնում, բայց այդ տեխնիկական խնդիրները կա, որտեվ դաշինքը դա ինչ-որ տարօրինակ իրավակազմակերպական ձև է, թե ձև չի, շատ խնդիրներ է դա իր այդ, բայց տեխնիկականը մի կողմ դրած, դա նաև շատ լուրջ ու նաև դաշինքի մասով այնտեղ քաղաքական ֆինանսավորման հետ կապված խնդիրներն առաջանում են, ու դաշինքը կարող ունենա բանկային հաշիվ, չի կարող ունենա բանկային հաշիվ։ Եվ այլն, դաշինքների գոյությունը ինքնին խանգարում է, որ կուսակցությունների ֆինանսավորումը եւ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումը միաձուլվի եւ մի բան դառնա։ Այդ դեպքում ինչ անեն բայց ներողություն առումով շարունակեմ, բայց գաղափարական առումով ես լուրջ խնդիր եմ տեսնում, որ մարդիկ ձևավորում են դաշինքներ, դիմ ընտրություններում ձևավորում են Պողոս Պողոսյան դաշինք, Փիլիպոս Փիլիպոսյան դաշինք։ Օրինակը բերեմ հենց Փարաքարի, օրինակ ապրելու երկիր կուսակցության տեխնացում, վստահ լինելով, որ ապրելու երկիր կուսակցությունը համայնքում կարա ազդեցություն ունենա իր եկեք նաև արձանագրենք, որ համայնքներում կուսակցության բանը նաև նշանակությունը առավել չի նվազել եւ անձանձերն ավելին է եւ կարա իր անձի վրա կուսակցության անունը երբ որ անընդհատ շեշտում ես ապրելու երկիր կուսակցության տեխնացուն ազդեցություն ունենա եւ վերջի պահին տեսանք որ դաշինքով է ներկայանում եւ այդ դաշինք միասնություն դաշինքը որը երկու կուսակցությունների դաշինքն էր փորձեց հնարավորինս օգտագործել դաշինքի ներքո լինելով իր անձը։ Գիտեք, այստեղ շատ կարևոր է, որ ընտրությունների ժամանակ թե տեղական, թե համապետական առհասարակ քաղաքական ուժերը մասնակցեն որպես քաղաքական ուժ, եւ դա լինի մի միասնական բրենդ։ Հիմա օրինակ Գյումրի ընտրությունների մասով մարդիկ ասում են ԿՊ-ն պարտվեց։ Մարդիկ ԿՊ-ից ասում են ԿՊ-ն հաղթեց, որտեղ երբեք այսքան շատ ձեն չի հավաքել։ Իսկ մյուս ուժերի մասով Okay, ԿՊ-ի մասով ամեն ինչ պարզ է, հա։ Իսկ մյուս ուժերի մասով անհասկանալի է, որտեվ ասում ես, այ այս բրենդի տակ ստեղ որ հանդես են գալիս, այդ նույնն է ինչ որ այնտեղ են բրենդի տակ, ինչ որ սեն տարօրինակ բան է։ Հստակեցվի։ Կներեք, պետք է հստակեցնել, այս մի քաղաքական ուժ է, ինչ արդյունք գրանցեց։ Այն մի քաղաքական ուժ է, ինչ էլի անձանցով են այդ ուժերը։ Հա, պարզ է, անձինք շատ կարևոր դեր խաղում են եւ անձանցով են այդ ուժերը նաեւ ավելի շատ կամ ավելի քիչ ձայն հավաքում։ Բայց սա նաեւ իր հետեւից բերում է քաղաքական պատասխանատվություն։ Սա նաև իր հետևից բերում է այն, որ եթե X ուժը, չգիտեմ, Y համայնքում լավ է աշխատում, կամ իր ավականին, իր ընդ որում կապ չունի այդ ավականին ընդդիմադիր խմբակցությունը, թե իշխանական խմբակցությունը լավ է աշխատում, դա արդեն այդ ուժի շանսերը համապետական ընտրությունների վրա անդրադառնում է, կամ եթե վատ աշխատում, բացասաբար անդրադառնում։ Քաղաքական պատասխանատվության ինստիտուտը ավելի է լրջանում։
Դրա համար երբ որ տեղի են տեսնում ենք ինչ որ դաշինքներ առավելևս ինչ որ տարօրինակ բրենդավորման դաշինքներ, սա իհարկե խնդրահարույց է եւ ինչ վերաբերում է փոքր կուսակցություններին, կներեք, փոքր կուսակցությունները թող միավորվեն մեկ միասնական կուսակցության մեջ։ Հայաստանում կա, չգիտեմ, քանի տասնյակ, կարող է 100 կուսակցություն։ Այդքան տարբեր գաղափարներ են, այդ իրանք ամեն մեկը ունեն իրանց էքսկլյուզիվ գաղափարները, չէ՞ էլի։ Կուսակցությունները դա գաղափարի շուրջ հավաքված մարդիկ են, համագաղափարակիցներ այսպես կոչված, թող գնան, միավորվեն մի կուսակցության մեջ, այդ մի կուսակցության մեջ իրար լեզու գտնեն, թե ով այդ կուսակցության նախագահ, ով այդ կուսակցության փոխնախագահ, ոչ թե ամեն մեկը sense կուսակցության նախագահ տիտղոս անպայման ունենա, հա, տենց բան է, էլի, տենց հարսանեկան գեներալի ինչ որ կարգավիճ է։ Եվ արդեն որպես մեկ միասնական կուսակցություն մասնակցեն տեղական ընտրություններին, որոշ չափով սա այս ուղղությամբ ռեֆորմը գնում է, օրինակ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կուսակցության համար անցողիկ շեմը նվազեցվեց, բայց դաշինքների համար ավելացվեց։ Բայց ինձ թվում է սա կես քայլ է եւ եթե ոչ 26 թվին իմ ցանկությունը իհարկե ընկլներ ու արդեն 26 թվին դաշինքներ չլինեին, ապա գոնե ապագայում պետք է ընդհանրապես դաշինքները հանվեն եւ հստակ լինի այս համայնքում ընտրություններին մասնակցողը կամ ազգային ժողովի ընտրություններին մասնակցողը որ քաղաքական ուժն է, իսկ այդ քաղաքական ուժը ABC համայնք, օրինակ որ մասնակցում է ինչ որ ընտրության, նորից տեղական կամ համապետական, իսկ այդ քաղաքական ուժը այլ համայնքներում կամ համապետական կոնտեքստում, այդ որ ուժն է, այդ ուժը ինչ ոնց է իրան դրսևորում, իսկ օրինակ ես որ իմ համայնքում այս ուժին քվետամ կամ չտամ, այդ նույն ուժը հարևան համայնքում ոնց է իրան դրսևորել, հա, կամ այս ուժին որ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվետամ կամ չտամ, այդ ուժի իմ համայնքի ավականու անդամների աշխատանքից ես գոհ եմ, թե դժգոհ եմ։ Այս սա շատ կարևոր է եւ սրան ինձ թվում է շատ խանգարում այն եւ Հայաստանը մեղմ ասած միակ երկիրը չի լինի, որտեղ դաշինքներ չեն լինի։ Շատ երկրներում մեղմ ասած դաշինքներ որպես այդպեսին չկան, կուսակցությունով մասնակցում ես վերջ։ Շնորհակալություն, ձեզ նույնպես Տիկին Մանավազյան։